Այս Գյումրիին պահարանը ռեստավրացիա է արված կաղնուփայտից, այս պահարանը հատուկ արված է մի լուսանկարի համար, Խրիմյան հայրիկի այս բացառիկ լուսանկարի համար։ Ինչո՞վ է բացառիկ, բա։ Նա, տեսեք, Խրիմյան հայրիկի իր մոտիկից նայեք, իր վրա տպագրված է մեկ օրինակ եւ արտատպվել է արգելված է։ Այսինքն այն ժամանականով լուսանկարները ինքը շատ մեծ արժեք են ունեցել, նման մարդիկ մեծությունները իրենց լուսանկարները կարևոր հյուրերին նվիրելու համար մեկ օրինագից տպագրված լուսանկարներ են նվիրել։ Եվ այս լուսանկարը ոչ միայն եւ այս միազնում, եւ չգիտեմ թանգարաններում Խրիմյան հայրիկի շատ լուսանկարներ կա։ Երբ խոսք էր գնում այս լուսանկարի մասին, մասնագետներ գնացին, արխիվները նայեցին, իրանց լուսանկարների բազաները եւ հաջորդ հանդիպման ժամանակ ասին իրոք հատկապես այս լուսանկարը չկա, բայց այս լուսանկարը ինքը Գյումրիի ամբողջ պատմությունն է արտացոլում իր մեջ, որովհետեւ Խրիմյան հայրիկը երբ ինքը դեռ սովորական քահանա էր եւ Օսմանյան կայսրության կողմից հետապնդվում էր, ինքը փախել է հետապնդումներից եւ ինքը ապաստանել է մոտ 7-ից 8 ամիս ինքը Գյումրիում է, Ալեքսանդրապոլում է ինքը բնակվել եւ մի ընտանիքում, Վարդիկյանների ընտանիքում։ Պղնձագործներ, չէ՞։ Այո, պղնձագործներ եւ հետագայում երբ նորից ինքը արտարացվել է եւ դարձավ կաթողիկոս, երբ կաթողիկոս ժամանակ այցելել է Ալեքսանդրապոլ, շատ շքեղ դիմավորվել են, այդ մասին շատ ենք նյութեր տեղադրել, Կոմիտասի հետ նա։ Այո։ Ինքը այցելել է նույն ընտանիքին եւ որպես հուշ նվիրել այս լուսանկարը։ Այս մեծադիր լուսանկարը եւ այդ ընտանիքի համար իրականում սրբություններ եւ ես խոստացել էի, որ եթե իրենք համաձայնում են չտեղափոխեն Գյումրիից, այսինքն գնում են Ռուսաստան կամ ուր, մնա եւ իրանք համաձայնում են ինձ զիջել այս լուսանկարը, ես այս լուսանկարը կպահեմ այն սրբության պես, ինչպես իրենք համարում են իրենց ընտանիքի սրբություններ։ Եվ սա ապացույց, որ այս ամբողջ պահարանը, կաղնուփայտի, ծավագիները եւ այս լուսանկարը պահպանվում է հենց այս բանում։